Զգուշացում տեսանյութը ներբեռնելու և տարածելու դեպքում կստանաք ստրայք ձեր ալիքին։ Դեռևս 2019 թվականին ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ է կատարվել, որով ինչ էր նախատեսում, որպեսզի քրեական պատասխանատվության ենթարկել քրեական աստիճանահարթակով բարձրագույն կարգավիճակ տալու, ստանալու կամ պահպանելու համար, ինչպես նաև քրեական ենթամշակույթ ստեղծելու, ղեկավարելու, մասնակցելու, ներգրավելու ու պահպանելու համար։ Ես գիտեմ, որ դուք, ինչպես ասեմ, բոլորի հետ շատ լավ հարաբերությունների մեջ եք, ինչպես նաև շատ լավ։ Ինչպես եք վերաբերում այդ օրենքին եւ ինչ կարող եք ասել։ Դա շատ սխալ օրենք է, այդ օրենքը գիտեք խեն հանել ու իմենու սրանք, որովհետեւ սրանք գողական աշխարհից բան չունեն, չեն հասկանում այդ կյանքից, ոչ մի պատկերացում չունեն գողական աշխարհից։ Դրա համար սրանք գողական աշխարհը չափում են խուլիգաններով, բեսպրիձելներով, լպիրշներով իրանց նման, ոնց որ իրանք լպիրշներ, իրանք խուլիգաներ չեն։ Սրանք լպիրշներ են։ Սրանք հենց գիտեն գողականը է դա։ Գողական աշխարհի իդեոլոգիան, որ մի հատ ուսումնասիրես, ամենամարտկային կյանքն է։ Ու մարդկությունը այդ կյանքի կարիքը ունի, ինչի համար է ստեղծվել գողական աշխարհը։ Արդարություն հաստատելու համար։ Լուսնե ջան, պետությունը ինչքան էլ որ ուզենա, չի կարա արդարություն հաստատի իդեալական ձևի։ Դրա համար պետք է մի հատ գողական աշխարհ, հենց գողական աշխարհը, որ արդարությունը հաստատվի, ես լիքը բազում օրինակներ կարամ բերեմ, ոնց են օրենքով գողերը արդարություն հաստատել ու ոնց են օրենքով գողերը արունահեղություն կանխել հենց ին կյանքից։ Շատ եղել են դեպքեր, որ ժամադրվել ենք, ստրել ենք եղել, մենք էլ ենք կոմնել, ոչ մենք ենք պադարակ եղել, ոչ ենք կոմնա պադարակ եղել, զինված։ Ատե ոնց պետք է կանխեն, մի հատ կարակ ասեք։ Կգային մեզ կբռնեին, մի ուրիշ տեղ ով մնաց դուսը մի ուրիշ տեղ կհանդիպեին, կրակոցներ կներ մարդիկ կմեռնեին, չէ՞, բայց գող տղա, իմ ընկեր օրենքով գող տղա եկել է, ասելա դաթարացեք կռիվ պետք ու դաթարելա։ Վատ բան է արել։ Կամ ասենք մարդ են, աշխատում են իր քրդինքով աշխատում ինչ-որ մի բան ստեղծում է։ Մի հատ խափեբա սրիկա գալի քծում է իրան, խափում քծում է, ու որ նայել դիմի դատարան օրենքով ճիշտ է, նա չի կարա ոչ բան անի։ Գողը կանչում ասում արա խես էս մարդու քրդինքը կերի, հետ տուր իրան, վատ բան է անում։ Հասկանեք, արդարությունը դա է։ Նորից եմ ասում, շեղումներ կան։ Պետությունը ոչ թե պետքա գողական աշխարհը վերացնի, Լուսնե ջան, այլ պետքա նպաստի, որ գողական աշխարհը գործի, մաքուր գողական աշխարհը, այդ մարդկային գողական աշխարհը պետքա գործի, որտեղ դա մարդկությանը պետք է։ Այո, ես եղել եմ այն մարդու, չեմ էլ վախում։ Համի ին վրան կարան այդ քրեական ենթամշակույթ էլ դնեն այդ աշխարհի բացայտ պաշտպանելու համար։ Ես եղել եմ այն մարդը, որ 19 թիվն է, չէ՞ այդ օրենքը որ հանի։ Այո, 2015։ Որ արդեն այն մարդիկ, որ sense գողեր մի հատ տենալու համար կարող է sense ես ինչեր անել, ինչ պետք է մի հատ գողի կանգնեին օրենքով գողի։ Այդ գողը մի բան ասել իրանք խնդային բան, որ լավը զգային, որ գողը կողնեն, այդ վաղ արդեն սա ուխոտ են եղել, գողականներին էին քննադատում այդ ժամանակ։ Ես ելել եմ բացահայտ եթերներով պաշտպանել եմ գողական աշխարհը։ Ասել եմ ես կանգնած եմ գողական աշխարհի կողքը։ Ու այո, իմ նպատակներից մեկը նաև պետք է լինի հայրենիքը պետությունը իհարկե փրկելուց հետո առաջնային նպատակը դա։ Ես ամեն ինչ պետք անեմ, որ գողական աշխարհը վերականգնվի։ Պետությունը պետք է աջակցի գողական աշխարհին, մաքուր գողական աշխարհին։ Նորից եմ ասում, խուլիգանությունն ու խուժանությունը մի խառնեք, բեսպրիձելությունը մի խառնեք գողականի հետ։ Հենց գողականները նաև պետք են խուլիգաններին սաստելու համար, բեսպրիձելներին սաստելու համար գողերն են սաստում իրանց, որ ասենք անշնորհքություններ չլինի, հասկանում եք։ Ես Լուսնե ջան, գող ընկերներ ունեմ, հիմա էլ ունեմ, իրանց ցավը տանեմ։ Եկեք գնանք կես ժամ իրանց հետ նստեք շփվեք, դուք եթե սխալ կարծիք ունեք գողական աշխարհի մասին, միանգամից կփոխվի ձեր կարծիքը։ Դրանք ինչ տղեկ են, ինչ մարդկային տղեկ են, հասկանում եք։ Տեսեք, դուք ասում եք պետության կողմից պետք է աջակցություն լինի, այսինքն դա ինչպես եք պատկերացնում, որովհետև շատերը կարող են չհասկանալ, որովհետև երբ որ ասում եք քրեական ենթամշակույթ, ինչպես դուք եք ասում գողական աշխարհ, շատերը ասում են, վայ նրանք են մարդիկ են, ովքեր սպանություններ են գործում եւ այլն, շփոթելով դա խուլիգանության հետ։ Դրանք էդի խուլիգանություն ունեմ, Լուսնե ջան, սպանություններ կան, որ արդարացի։ Արդարացիան, սպանություն կար, որ ողջունելի է, սպանություն կա, որ այո, ես ասում եմ, ես էլ լինեմ, այդտեղ ես էլ կսպանեմ, այո կսպանեմ, ես նորից եմ ասում, ես օրենքը խախտող մարդ եմ ամեն վարքյան, միշտ եմ ասել, եթե ինքնասիրության հարց է, հիմա եթե եկել են մեկի աղբորը սպանել են, օրինակի համար հորը սպանել են, իզաշտո տեղը, որ ինքը գնում վրեժալուծում ճիշտ չի անում։ Վենդետա ասվածն է, որը օրինակ Լուսնե ջան, ես միշտ ասել եմ, Աստված չանի, որ իմ հարազատից են, մենք հորս, օրինակի համար Աստված չանի սպանեին, Աստված չանի։ Ես օր առաջ կուզեի, մի անգամ ես որ Վանոս Սիրադեղյանի պաշտպանում ինձ մեկը հարցվեց, ասում այ որ հորդ էլ սպանացել էր, տենց չէիր պաշտպանից, ասում այդ մարդուն մի խոսքով
ասում են որ հորդ էքսպանացել չէր պաշտպանի։ Ես նախ դենի քաղաքական պահեր, կարամ նորից խոսամ հիմա, բայց քանի որ թեման ուրիշ է, բանամ։ Ես ասում եմ իմ հորը մեկը սպաներ, ես որ առաջ կուզեի նալներ ազատության մեջ։ Հորս իմ վրեժը լուծեի։ Այսինքն հորը սպանողը պետք է նստի, ես դրանով սիրտս ովան, հա։ Իմ սիրտը կողոն է դա աստված չանի, որ հորը սպանեն, ես էլ իրանց պիտի սպանեմ։ Ու սխալ է դա։ Եթե նիզաշտո տեղ եկել են հարազատից սպանել են, բա դու չսպանես իրան։ Այդ սպանությունը արդարացված է, հասկանում եք։ Ճիշտ է, սպանես համապատասխան պատիժներ դաս կրես, քանի որ պետությունն է, բայց չպետք է նման կարգի սպանություն անող վրիժարու տղուն դուք վատ նայեք, չէ։ Պարզ է, դու դա իր պատիժներ կրի։ Դե գողական կյանքը նենց է Լուսնե ջան, որ գողականով բերդը նաև տունն է, ասենք նստելուց ու իրանք չեն խուսափում, բայց այս ձևի ճնշես գողական աշխարհին, ոնց որ սրանք են հիմա փորձում ճնշեն, թեպետ չեն կարա ճնշեն, չեն կարա վերացնեն գողականը, նորից եմ ասում, նույնիսկ խորհրդային կայսրությունը, որ սա աշխարհին ծնկեր բերել, իր բելի լեբեսներով չկարծավ կոտրի գողականներին, հատուկ ստեղծել էին այդ բելի լեբեսները գողերին կոտրելու համար չկարեցան, գողերը գաղափարի հերոսներ են, նրանք ուժեղ մարդիկ են, իրանց չեն կարա կոտրեն, խորհրդային կայսրությունը չի կարացել կոտրի Նիկոլը, այս Նիկոլիա սաստավտի կանա գողերին կոտրի չի կարա։ Գողական աշխարհը լինելու է միշտ էլ ու պետությունը պետք է նպաստի։ Հասարակ որ այսքան քֆուններ են տալի, ձեր դուրը գալիս, հա։ Էնի որտան դատի, երեք էլ Իսագուլյանն սա քֆուր տվե տեղին է տվե, չէ՞, Իսագուլյանը տեղին է։ Համի ասենք որտան դատի կասի, էս եմ նկատի մեծ է, օրինակ։ Բայց ասենք գողականով ոնց է, կանչում են, ասում են Իսագուլյանն ինչ է, Իսագուլյանը ճիշտ ատվե, ասենք անտեղի հենց իմանան քրվում են։ Մի հատ լավ տղու, կանչում են ասում են խես քրֆյա։ Ոչ չի կար ասի, էս եմ նկատի մեծ է։ Բայց պարոն Իսագուլյանը գնահատական դատողություններ է անում դուք եւս։ Իսագուլյանի ցավը տանեմ։ Չէ, ասենք նայեք տեսեք Լուսնե ջան, հենց մանակ մեկին քրվում են, նիզաշտո։ Համի օրենքով որ դա դատար, հա, այդ դատարանը կարա կռուտի տնի, ասի, էս եմ նկատի մեծ է, օրինակ, չէ։ Բայց ո գողի մոտ չի կարա կռուտի տնի, պատժվել է քֆուր չի տա։ Այ այսօրվա այս լպիրշությունը որքանից դրա արդյունքն է նայ, որ գողականը չեն թողում գործի։ Նախկինում ոնց է եղել։ Լուսնե ջան, այն վաղ ժողովրդավարություն կար, չէ՞, Սերժ Սարգսյանի օրոք է եղել իսկական ժողովրդավարություն, որ սրանք եկան քանդին։ Իրոք կար ժողովրդավարություն, օրենքներ էր գործում։ Սերժ Սարգսյանի օրոք իրոք գործել է օրենքը։ Իրոք եթե մեկը մի հանցագործություն աներ, կապ չուներ հանրապետականների, դեթար նստեր։ Ու պաշտոնից պիտի հրաժարվեր։ Ու որ այդ վաղտ էլ ասվիր ախպեր, ես այն վաղտ ասում, հենա նստած չի, ասում դե ձևական նստել։ Արա ասում եմ, նստելու ձևականը ո՞րն է։ Բա ինչ պետք է անդի սպանի։ Եթե մարդուն նստեցել են իր արածի համար, ուրեմն օրենքը աշխատում է, չէ՞։ Ինչն եմ ուզում ասեմ, ժողովրդավարությունը կար Սերժ Սարգսյանի օրոք։ Օրենքը գործում էր, բայց նաև գործում էր փողոց, այսինքն գողականը։ Այն ժամանակ ո մեկը մեկին չէր կարա մի զաշտո քֆուր տալ։ Քֆուր կտան, քուչի լավ տղեկ կանչենք պատժեն, ես քրվում, կասեն տեղին ես քրվում, լավ ես անում, տեղին չես քրվում, կպատժեն։ Իսկ մի լապիրշություն ա տիրում, լապիրշություն։ Ով ասես անես լակոտ լուկոտ նես թուլեք կներեք արտադրության համար, նես մարդկանց են քրվում, որ սիրտը պայթում արա։ Ոնց որ ասում ես, ես էլ ոնց որ մի դեհ էլի մի ավելի կարևոր գործ եմ, թե անգնեմ սրանց սկսեմ պատժել, ոնց որ ամա չեմ էլ անգնեմ, տես այս պետությունը 20 թվից էս կողմ Լուսնե ջան, ես արդեն ոնց որ ամա չեմ, կենցաղային հարցերի շուրջ հարցերի մեջ մտնեմ, որտեղ արդեն պետություն հայրենիք ինքնասիրություն բռնաբարված վիճակ է իմ մոտ 20 թվի պատերազմից հետո ես բռնաբարված եմ։ Ու եթե մտնեմ ինչ-որ մաներումներ, ինձ շատ եղել են կենցաղային հարցերով դիմել են, հարազատ մարդիկ ինձ։ Արա ասել եմ, ձեր կյանքին մերնում, արա ես կամաչում, չեք ամաչում ինձ հետ եք ասում։ Ես հիմի որ իմանամ ընդ ինձ քրտվում եմ կաշխատեմ, չեթամ որ չլսեմ, որ մի դա է տվը, ընկե պետություն են կորցնում, հայրենիք են կորցնում, բռնաբարված ենք, մեր Երաբելուրը բռնաբարված է, բա դրա վրեժը մենք պետք է լուծենք, հասկանում եք։ Բայց այս լպիրշությունները ինչ եմ ուզում ասեմ, սա դրա արդյունքն է։ Եթե գողականը գործի, այս լպիրշությունները չի տիրի։ Ես գիտեմ, որ ձեզ հիմա շատ մարդիկ են նայում, կարող եք իրենց օրինակ ողջույնալ։ Բոլորին էլ ողջունում եմ նաև իմ գողական ընկերներին, որ այսօր ասեցին, այսօր դուք որ զանգեցիք, ես իմ ընկերներիս կողքը նստած էի։ Ասեցին, եթե ասի թողեք այդ համտեղական, ասին, եթե թեման լինելու է գողականից, ցավոն թող գնա, թողում ենք։ Ու ես եկա։